Դե առաջին քայլը մեղադրյալ ներգրավելն է, հետո արդեն կհաջորդի կալանքը։ Հիմա պարտադիր չէ, ես խելոք պահել ինչ կարիք ակա։ Խելոք պահել ասելով ինչ եք հասկանում։ Երբ որ հրավիրեն գնան ներկայանա, ինչ ուզեն տան, տրամբարական հարց կարող առաջանա մարդկանց մոտ։ Բա ուր է այս մարդ փողերը։ Ուրը ձեր անձնական կյանք էին մտել, ձեզ արդեն կներեք նույնասեռական էին ներկայացնում։ Նույնասեռականի բամոդայք չի։ Ինչպես կրթությունը։ Ինչակություն նորաձև։ Կրթությունը նորաձև, նույնասեռականությունը նորաձև չի։ Այսինքն դուք ես իրական Հայաստանի տեսլականին եք դեմ եղել։ Իրական Հայաստանի տեսլականը ես դեմ չեմ։ Ես դեմ եմ այդ տերմին անընդհատ շրջանառությամբ ես դնելու ինչ անշանակում իրական Հայաստան։ Մի Փաշինյան իրան սպառել է այդ իմաստով, որպես քաղաքական ոչինչ, որպես բարոյապես, ֆիզիկապես, հոգեպես ինքը մաշվել է։ Բայց հիմա արդեն իր հետագա իշխանության մնալը վտանգավոր է պետականության համար։ Ինչ կա հակասություն իմ ուսուցների մեջ։ Ես ինքս հիմա ունեմ ծրագիր, որ պետք է սարսը լուսի է։ Ինչպես։ Եվ այդ ծրագիրը չի իրականացնելու Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, առանցքի շուրջ գտնվող քաղաքական ուժերի հետ։ Իսկ փոշմանել եք ժամանակին, որ դաշնակցության հետ ձեր ջրերը մի առվով չեն հոսել։ Դաշնակցության մեջ էլ ասենք, այս ժամանակ էլ շատերը ինձ ասում էին, բանա Հովիկը սենց, Աղրդարանը սենց, Պեղադարանը սենց, հետո իրակ որոնը դաղա միլիոնատ է, ես էլ ինին Հովիկը Աղրդարան, հիմա մի հատի պետքով բնակարան ունեն, ոչ մեկ ինձի չի տեսել ազգային ժողովի ճաշարանում հաց ուտելուց, որևէ մեկ ինձի որևէ ռեստորանում չի տեսել, որևէ մեկ ինձ Եվրոպաներում չի տեսել, որևէ մեկ ինձ մի չաղաց ասեցի, ես շատ լավ գիտել, բայց այդ բավուրա, ոնց է, համայք։ Չեք գտնում, որ որպես միջև վերջերս իշխող թիմի մասնիկ եղած պատգամավոր պետք է հանրությունից ներողություն խնդրեք կորուստների համար, Արցախի կորուստի համար, այլ կորուստների համար, որ ունեցանք։ Եթե դուք ներողություն խնդրեք Արցախի կորուստի համար, ես ասաբերը ներողություն խնդրել։ Ես պատրաստ եմ, ամեն մեկս մեր մեղք ունենք։ Լոս Անջելեսում ապրող հայությունը ներողություն խնդրի, Ռուսաստանում ապրող հայությունը ներողություն խնդրի, ես ինդիկատիվ շարքային մեր հայրենակիցներ, կներեք շարքային եմ ասում, վաղ ես հետ ունեմ շարքային, հետո ես էլ ներողություն խնդրեմ իմ մասում։ Զոհված ինձ ծնողների հետ միջադեպ էր եղել Եռաբլուրում, որին նաև ես էի այնտեղ ներկա։ Գոնե այդ օրվա համար զղջում եք։ Ոչ։ Ինչի պիտի զղջամ, երբ որ սրիկա երիտասարդ կազմակերպել էր ամենիչը։ Ես տնօրենից ներողություն եմ խնդրել, ես տնօրենը արվելս մար ժամանակ ասել է, որ որևէ բան մտածված չի եղել իր կողմից, ինքը շարունակել եմ ասել, պնդել, որ դա եղել է կազմակերպված։ Եվ հետո գիտեք կներեք, էլի, մեկ հազար ներողություն կազմակերպված ոչինչ չկար, ես այնտեղ եմ եղել, պարոն Աղազարյան, ես այնտեղ եմ եղել։ Կազմակերպված չի եղել, աշխարհի անեծքը թոթափի իմ ընտանիքի գլխին։ Եթե կազմակերպված չի եղել, եղավ, հակառակ ոչինչ չեմ ասում։ Եթե կազմակերպված չի եղել, աշխարհի անեծքը թոթափի իմ եւ իմ ընտանիքի գլխին։ Բարև ձեզ Նյու-Դեյի հարգելի հետևորդներ, առաջիկա րոպեներին զրուցելու ենք ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։ Պարոն Աղազարյան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը շարունակում են ձեզանից վրեժ լուծել, նրանք իրենց հաշվեհարդարը ավարտված չեն համարում, առաջիկայում քննարկվելու է ձեզ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը, այս առումով ինչ կարող եք ասել, արդյոք լիագումար նիստերի ընթացքում քաղաքացիական պայմանագիրը վեր կկանգնի իր այս գործելավոճից, թե այնուամենայնիվ կքվեարկեն ձեզ պատգամավորական անձեռնմխելիությունից կզրկեն եւ հետագայում ձեզ կտեսնենք արդեն կալանավորված։ Չէ, ես չեմ կարծում, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորները չեն հարգի դատախազի միջնորդությունը, որովհետև միջնորդությունը ինքը ներկայացված է բավականին հակասական նրվագներով եւ հետեւաբար ընդամենը մեկ երկու մի քանի իրավաբան պատգամավոր ունենալով բացությունը չի կարող իրավական ինչ-որ մատը գնահատական տալ դեպքերին եւ հետեւաբար ինքը նրանք քվեարկեն անձեռնմխելիությունից զրկելու համար, որպեսզի իրավապահ
համակարգը մարմինները կարողանան ինձ որպես մեղադրյալ ներգրավել եւ իրականացնել այսպես կոչված նախաքննություն եւ այն բոլոր քայլերը։ Ինչ վերաբերում է կանոնավորելուն, կարող է կանոնավորման միջնորդությամբ էլ դատախազը։ Դա առաջին քայլը մեղադրյալ ներգրավելն է, հետո Երևի արդեն թե, հա, կհաջորդի կալանքը։ Հիմա պարտադիր չէ, ես խելոք պահել ինչ կարիք է գալու։ Խելոք պահել ասելով ինչ եք հասկանում։ Երբ որ հրավիրեն գնամ ներկայանամ, ինչ ուզեն տամ, որ ունեն հաստատու, հեռախոս, տելևիզոր, սթրիմինգ, կանոնավորի իմաստուն է, չնայած ես կարծում եմ, որ կանոնավոր է։ Կտանեն կալանքի։ Այո։ Այդ ոչխարների գործով Երբ վարույթ միացրել են իրար, այդ մանր երջերավորների հետ կապված վարույթը եւ եւս մեկ վարույթ պայմանական ասած 23000 դոլարի այսպես կոչված քաշանքի դրվագով Դե մանր երջերավորներից կապված առանձնապես բան չունեմ ասելու, դետալել է ամեն ինչ։ Իսկ ես երկրորդ դեպքի հետ կապված ուզում ասել, որ 1 տարի առաջ Ոմն տիկին Գոհար հայտարարել էր, որը շրջանակներում, որը հետո զարգացում ստացավ, որ ինձ իբրև թե 23000 դոլար փող է տվել, որպեսզի ես իրան օգնեմ ինչ-որ շրջության համար։ Չեմ արել, փողը չեմ տվել։ Հիմա պարզվում է, որ ինքը չի տվել, իր միջոցով մեկ այլ անձ է տվել ձեզ այդ գումարը։ Նույն Գոհարը արդեն այս նոր ես այս ժամանակ ինքս եմ դիմել ոստիկանություն, ամեն ինչի պատմել եմ, որտեղ ես հասկացա թե ով է գլխավոր ֆիգուրանտը, պատմել եմ ամեն ինչի մասին, բայց ոստիկանության երբ որ ոստիկանությունը փաստաթղթերն ուղարկել էր քննչական կոմիտեն վարույթ չէր ընդունել այդ գործը։ Հիմա ըստ էության այդ նույն գործը, այստեղ ուղղակի արդեն Գոհարը չի ասում, որ ինքն է տվել այդ գումարը։ Հիմա Գոհարն ասում է, որ իր անկերու եղբայրն է տվել այդ գումարը, Արամ Մկրտչյանը, ով այս պահին գտնվում է դատական գործընթացի մեջ, այս պահին այսօր 25 ամսի է։ Վաղը պետք է լինի հերթական դատը, չնայած ինքը արդեն փետրվարից նախորդ տարվա փետրվարից Հայաստանում չի, ով 10 թվականին դատապարտել է 5 տարի ազատազրկման խարդախության բանով, եւ ինքը այստեղ չի այս պահին, ես իր նկատմամբ դատավարական process-ը փոխելու ժամանակ դիմում եմ ոստիկանությանը, ներկայացնում շատ բաներ տվել անձի հետ կապված, վարույթ չեն ընդունում։ Հիմա վարույթ են ընդունել այդ տարբերությամբ։ Այդ եթե վերցնենք մեղադրանքը, այսպես ասած, դեռ մեղադրյալ իհարկե ներգրաված չեք, բայց ենթադրյալ հանցագործությունը եթե վերցնենք կատարել եք, ապա ըստ շրջանառվող այդ այսպես ասեմ, խոսակցությունների ֆեյքային նաև արշավի, այդ ու ոչ միայն ֆեյքային արշավի, այդ գումարները կանանց վրա եք ծախսել։ Դե ես բանի մեխը դա է անդեսանում, այս նոր այսպես կոչված tuning-ին ասում, արված գործի մեխը դրանում է, որովհետև քաղաքացիական պայմանների մշակության հնաբնակները, ասենք պատգամավորների շրջանակներում եւ ընդհանրապես շատ լավ գիտեն իմ նիստուկացը, իմ ապրելակերպը, իմ հակուկապը, որը մեկը ինձ Եվրոպաներում չի տեսել, որտեղ երբեք չեմ եղել։ Ասում են թանկարժեք զարթեք նվիրել, հեռախոս։ Որևէ մեկից Էմիրատներում չի տեսել, որտեղ երբեք չեմ եղել, մի անգամ գործողումով եղել եմ օդանավականում, ասեմ Չինաստան գործողումով։ Ես առանձնապես բաներ չունեմ, ես միշտ չունեմ, սեփականությունն մի հատ հիպոթեկով բնակարան ունենք տղայիս հետ։ Եվ հետևաբար տրամաբանական հարց կարող առաջանա մարդկանց մաս։ Բա ուր է այս մարդը փողերը։ Ուրը։ Այդ գեղեցիկ tuning-ն է, ծախսերը կանանց վրա։ Դա պետք է ապացուցվի։ Ասում են հեռախոս, զարթեք նվիրել։ Դա պետք է ապացուցեն։ Եվ այս ձևով չեն պայքարում քրեական ենթամշակույթի դեմ։ Քրեական ենթամշակույթը ո՞նց է զարգանում, ինչ օրենքեր ուզում ես ընդունի, ինչ որոշում ուզում ես կայացնու, ում ուզում ես կանչի, ասա դու քրեական ենթամշակույթի կարող ես, թե կարող չես, երբ որ դու հող ես ստեղծում, այդ ենթամշակույթը զարգանում է։ Երբ որ արդարադատության նկատմամբ չկա վստահություն, այդ ժամանակ այդ ենթամշակույթը զարգանում է։ Հիմա այս ձևով պայքարում են քրեական ենթամշակույթի դեմ, բայց հիմա ո՞նց են ապացուցելու, որ ես ինչ-որ մեկը իմ խնդրանքով ինչ-որ մեկին մատանի անավելել,
Որ չափածուցեցին բաղացի միսօրին շատ է լինելու։ Այս ամենը դուք Այսինքն մարդիկ հետևաբար մարդիկ ոչ թե դիմեն դատարաններ, ոչ թե դիմեն ոստիկանություն, այլ դիմում են այս կամ այն հեղինակության իրենց հարցերը լուծելու համար։ Եթե մարդիկ դիմել են ասում են Արամ Մկրտչյանը մեզ խաբելով փող ա վերցրել, այս հարցում, եւ դու դռները բացում ես, դատա գնում է այդ մարդու նկատմամբ դռները բացում ես եւ ինքը լքում է Հայաստան, բայց ոչ հաջորդ անգամ քեզ դիմեն որպես իրավապահ մարմին, որպես իրենց հարցերը լուծես։ Դիմեն այդ տղենքի։ Պարոն Աղազարյան, ինչը ձեզ հետ չկիսեց քաղաքացիական պայմանագիրը եւ Նիկոլ Փաշինյանը եւ որտեղ ձեր ջրերը սկսեցին մի առվով չհոսել, միայն այդ հայտնի միջադեպն էր խորհրդարանում Մարգիշտի Քյարամյանի հետ կապված, հետո Փաշինյանի խնդրանքը անտեսելը, թե նաեւ այլ հարցեր կային, որովհետեւ կարծես թե ինչ ուզում էր իշխանությունը, ամենավատ սցենարը, որ ուզում էր հանրությանը հրամցնել, որը հետո իրականություն էր դարձնում, ձեր բերանով էր հրամցնում, ձեր կեսկատակ խոսքով էր փորձում հրամցնել, որտեղ, ինչ հարցում դադարեցիք այսպես ծառայել Նիկոլ Փաշինյանին, որ այսպիսի հաշվեհարդար է տեսնում, ես միայն մեղադրանքի մասին չեմ խոսում, նաև ձեր անձնական կյանք էին մտել, ձեզ արդեն կներեք նույնասեռական էին ներկայացնում։ Նույնասեռականի բամոդայք չի։ Ինչպես կրթությունը։ Ինչ է խոսում նորաձև։ Կրթությունը նորաձև, նույնասեռականությունը նորաձև չի։ Ստամբուլյան կոնվենցիայի Մայրցուն շրջանակում։ Բայց նորաձև չի, ասինքն դա։ Պետք է հիմա քիչ դառել բան։ Մի դեպքում նորաձև, մի դեպքում դառնում է բան։ Դա ծիծաղելի է, չէ՞։ Ձեր գործընկերներին ասեցին ծիծաղեցին անցան։ Հիմա դեր ասեք այդ ձևակերպման հետ համաձայն չեմ, որ իմ բերանով ինչ-որ բաներին ուզում ասեին, ես շատ գաղափարների կրող եմ եղել, ես ինքս եմ ներկայացել գաղափարները ժողովրդին, միտեղ սա, միտեղ ճիշտ, դա ուրիշ հարց է, իսկ ինչ վերաբերում է թե պատճառները որոնք են, ես հուսով եմ, որ Հայաստանում չկա մեկը, որ կարծում է թե պատճառը դա պարոն Քյարամյանի եւ իմ հետ կապված միջադեպն էր, որտեղ ծիծաղելի կլինի։ Հետո Փաշինյանի խնդրանքը։ Ծիծաղելի կլինի, որ եթե որևէ մեկը մտածի, թե միջադեպն էր պատճառը։ Դե իբրև թե վարչապետի խնդրանքը հաջորդեց այդ միջադեպին։ Ստե արդեն խորքային բաներ կան։ Այդ խորքային բաների մասին ես ազգային ժողովում նիստի ժամանակ կասեմ։ Ինչ ունեք այսպես պահած ձեզ մոտ, որ այսպես հանգիստ եք, հա։ Իշխանության դեմ ինչ ունեք, կոնկրետ Փաշինյանի դեմ ինչ ունեք։ Չէ, Փաշինյանի դեմ պահած ինչ-որ բան ունենալը չի կարող ազդել քրական այսպես կոչված վարույթների վրա։ Բայց եթե դուք ասում եք, այսինքն դուք կարծում եք սա զուտ իրավական գործընթաց է։ Չեք կարծում, որ քաղաքական հաշվեհարդար է։ Մանր երգավորների հետ կապված այդ բանը գործը սկսվել է անցած տարվա ամառվանից է սկսվել, երբ որ ասենք այդ հարցերը չկան։ Իսկ էս կաշառքի գործը։ Ես նոր ասացի, ես ինքս մի տարի առաջ դիմել, վարույթ չի ընդունել, բայց այո, սա արդեն վերցված է, որովհետև եթե հիշում եք վարչապետը խորհրդարանում հայտարարեց, որ բոլոր օրինական միջոցներով պետք է հասնել նրան, որ Ղազարյանը ձգի մանդատից, չէ։ Եվ բացի այդ էլ վարչությունը որ տեքստեր հրապարակել, այնտեղ այսպես կոչված արտահայտություն կա, որ պետական գաղտնիքներով բաներ եմ հրապարակել, դատախազություն դա հետ կապված միջնորդություն ներկայացել հակակոռուպցիոն կոմիտե, որ վարույթ ընդունվեց։ Այդ գործը եւ Քյարամյանի հետ կապված միջադեպի գործը, իդեպ Քյարամյանի հետ կապված միջադեպի գործը դուք եք դիմել։ Մենք ենք դիմել, այո։ Այդ գործը երևի չկարողացան այդտեղ հիմքեր ստեղծել։ Այս գործը վարույթ են ընդունել նոյեմբերի 27-ին, ասինքն երբ որ այդ ամեն ինչ արդեն բարձր բոլորի համար, որ ես մերժել եմ եւ ինձ կապված այս հարցերը կա։ Այո, այստեղ քաղաքական ճշում կա բնականաբար։ Ինչ պատճառով, այդ ինչ պատճառների մասին ես ասում եմ, կասեմ ազգային ժողովի։ Որովհետեւ նայեք, ընդհանուր քաղաքականության հետ դուք ոնց որ այսպես ասեմ, օքեյ էիք, այդ քաղաքական գիծը տանում էիք, ինչքան հակահայկական հայտարարություն կար, որոնք Փաշինյանը ասում էր։ Օրինակ այս կամ այն տարածքները դուք էլ էիք ասում հայկական չեն եղել։ Օրինակ Տիգրանաշենը, ես ինքս եմ ձեզ հետ հարցազրույց արել։ Տիգրանաշենը որպես միավոր եղել է ադրբեջանական խորհրդային սոցիալիստական հանրապետության կազմում։ Դա մեր մոտիկ գյուղը։ Դա այդպես է եղել։ Դա այդպես է եղել։ Իսկ դուք ուզում եք ասեք, որ Վանը Սումարուն Վան հայկական են եղել, ես դա չեմ վիճի։ Հայկական են եղել։
ես դե չեմ Նույնը Տավուշի մարզի համայնքների մասն է։ Տավուշի մարզի համայնքների հետ կապված ես եթե կոնկրետ բան չեմ ասում, որտեղ չեմ տիրապետում այդ իրավիճակը։ Տիգրանաշենի իրավիճակը ես տիրապետում եմ, մեր շրջանի մեջ էր աշխարհագրել է, բայց ինքը պատկանում է Սարդարակ շրջանին, Սարդարակի շրջանին։ Այստեղ ուրիշ հարց առաջան։ Հիմա Տիգրանաշենը մեկ պետք է վերադարձնենք, այսպես կոչված Ադրբեջանին, համանազատման, ճշգրտման գործընթացում պետք է տանք Ադրբեջանին, այսինքն շատ կարևոր հարցի մեկ եկանք։ Արտաշենը պիտի տան մեզ ենթադրենք։ Եվ սա խաղաղության ձգտող կողմերի որոշումը Տիգրանաշենը տալիս է Ադրբեջանին ինչի է պետք Տիգրանաշենը։ Ադրբեջանը Տիգրանաշենը պետք է որպեսզի ստեղծի պահի օջախ դեստաբիլիզացիայի համար անհրաժեշտ պահի։ Հետևաբար այդ ձևով լուծումը խաղաղության գործընթացին չի նպաստում։ Այն ինչ որ արված է խաղաղության պայմանագրի հետ, այն ինչ որ արել վարչապետը, արտաքին գործերի նախարարը եւ թիմը, ես գտնում եմ որ շատ նորմալ է եւ շատ ճիշտ է, որովհետեւ ամբողջ աշխարհին ես կարծեմ ամենավերսի հիմարն համոզվեց, որ Հայաստանը խաղաղության է ձգտում եւ իրան պետք է այդ խաղաղությունը, որ Հայաստանը չի կարա պատերազմ հայտարարի 100 միլիոնանոց ադրբեջանական թուրքական տանդեմի նկատմամբ, որ Ալիևն ասում է, մերոնք չեն կարող համարժեք պատասխան տալ նույնիսկ այն բանից հետո, որ ասում եք, որ մենք պատրաստ ենք ստորագրելու։ Okay։ Սրանից հետո են վտանգների գալիս։ Հավանական վտանգները սրանից հետո են, որ ես բարձրացրել եմ անցած տարի, նախանցած տարի բարձրացրել եմ թիմում, որոնք նաև այդ պատճառներից մեկն են ինձ մեկուսացնելու համար։ Իսկ մեկուսացների մյուսներին սաստելու։ Այսինքն դուք ես իրական Հայաստանի տեսլականին եք դեմ եղել։ Իրական Հայաստանի տեսլականը ես դեմ չեմ, բայց ես դեմ եմ այդ տերմին անընդհատ շրջանառության մեջ դնելու, ինչ նշանակում իրական Հայաստան, իրական Հայաստան, իրական Հայաստան։ Հայաստանը այսօր կամ մեկը որ ասում է թե հարցը գրավենք։ Արցախի բանն ենք համարյա թե հաշտվել։ Հայաստան կամ մեկը որ ասում է թե Սուրմանուն գրավենք։ Այդ դեպքում ինչ ենք անդադ ասում իրական Հայաստան, իրական Հայաստան, իրական Հայաստան, հոր ենք նախապատրաստում ինչ որ բան ասելու եւ անելու համար։ Այսինքն դուք գիտեք, որ ինչ որ գործընթացներ սպասվում են, նոր զիջումներ։ Զիջում ապա թե ինչա, ես ասենք ես բանագստությունն եմ, որ կասեմ, ես ամեն հավանականությամբ կասեմ քննարկման ժամանակ, որ այդ որոշումը կայացնելու դեպքում Հայաստան որպես պետականություն չի լինելու մի 30 տարի հետո։ 30 տարի հետո չի լինելու, որովհետև շատերն ասում են, այս քաղաքականության շարունակության դեպքում գահավիժում ենք արդեն իսկ գահավիժում ենք եւ արդեն իսկ պատմության մեջ 30 տարին գահավիժելուց էլ բետար է։ 30 տարի մեջ ժամանակահատված չի։ Մենք նմանվելու ենք այն մարդուն, որը ուզում է իշխանություն անի, չի գնում դիեդյան մոտից սիդա, որովհետև ցավալի է, էլի, ոդրի ջասի բանկալի ցավգալի պա։ Այդ բանների մեջ, բանների մեջ ու զակերակները գծում է։ Այս իշխանության բավականին տարածած ձև է, որ աչես կոչած անցավ հեռանակ յանքից։ Մենք կարողանում ենք այդ հունի վրա մենք հետևաբար ես ինքս որպես քաղաքացի, որպես պատգամավոր, ճիշտ է շատ մկայացած թե չկայացած քաղաքական գործիչ, գտնում եմ, որ Նիկոլ Փաշինյանն իրան սպառել է այդ իմաստով, որպես քաղաքական գործիչ, որպես բարոյապես, ֆիզիկապես, հոգեպես ինքը մաշվել է, սպառել է իրան, որովհետև ինքը երկիրը ղեկավարել է դժվարագույն ժամանակահատվածում եւ հսկայական էներգիա է ծախսել այսքան որոշումների ընդունման համար։ Հիմա ինքը եթե վերարտադրվի գնալու ավտորիտար ռեժիմի ժամանակ հիմա արդեն ինքը որևէ մեկին չի լսում, մեր ժամանակ ընդհանրապես որևէ մեկին չի լսի, կայացնի որոշումներ, իսկ քանի որ վերջին հաշվով ինքը մարդ է եւ այդ ձևի դժվար ճանապարհ անցել, կարող է թույլ տալ 1-2 սալ, որը կլինի ճակատագրական։ Հետևաբար ես իմ համեստ ներդրումը պետք է դնեմ, որպեսզի վարչապետը արտահայտական հերթական ընտրությունների արդյունքում չվերարտադրվի։ Դե ես ուզում եմ հիշեցնեմ, բայց ժամանակին ասում եք իրենով Հիսուսին եք ճանաչել։ Ես դա չեմ ասել, անիզա։ Ես ասել եմ, երբ որ ճանաչել եմ Նիկոլ Փաշինյանին, այդ ժամանակ մտածել եմ, որ կարող է Հիսուս Քրիստոսը գոյություն ունեցած լինի։ Ես այդ ձև եմ ասել, հիմա դուք իշխանով եք դա նույնականացնում իրար հետ, դա արդեն ձեր գործն է եւ լսողների գործն է։ Այո, ես իր մասին շատ լավ կարծիք եմ, ես շատ բարձր կարծիք եմ, ես շատ բարձր կարծիքի եմ հիմա էլ։ Այսքանից հետո դեռ բարձր կարծիք եք, բացում եք պետականությունը, ասենց
Դե սպառել է իրան, սպառել է իրան, ոտքի տակ է հա, տալու։ եթե ինքը սպառել է իրան, եթե ինքը քաղաքականապես, բարոյապես, ֆիզիկապես, հոգեպես մաշվել է, դա նշանակում է իմ կարծիքը 2 տարի առաջվա, 3 տարի առաջվա պիտի փոխվի նա նկատմամբ։ Չի փոխվում։ Ես ասում եմ ինքը եղել է, դժվար որոշումներ կայացրել, շատ եղել կարող ասալ, կարող չի դա ուրիշ հարց է, բայց հիմա արդեն իր հետագա իշխանության մնալը վտանգավոր է պետականության համար։ Ինչ կա հակասություն իմ ասածների մեջ։ Եթե վտանգավոր է, այն ժամանակ Այս ժամանակ վտանգավոր չի եղել։ Համաձայնված է դառել վտանգավոր։ եղավ ձեր կարծիքը փոխվել է արդեն։ Այսինքն ես ասում եմ այս ժամանակ վտանգավոր չի եղել։ Հիմա է վտանգավոր, իմ կարծիքը փոխվել է։ Որտե՞ղ է կարծիքը փոխվել։ Այս ժամանակ ես եմ ասի շատ բարձր կարծիքի եմ եղել, հիմա այս ժամանակվա համար շատ բարձր կարծիքի եմ, սխալելով թերություններով հանդես, ես ինչքան կարողացել եմ փորձել եմ այդ թերությունների վրա ազդել իմ համեստ անձով, կամաց այդ հակասությունը խորացել է, եւ զգացվել է, որ ես արդեն խնդիրներ եմ առաջացնում եւ ջրբաժանը։ Հիմա ես չեմ ասում ինքը ես ասում եմ որ ինքը հոգնած է, հոգնել է եւ պետք է հեռանա քաղաքականությունից, որպեսզի նոր ուժ գա եւ այդ նոր ուժը ասենք Նիկավարի պետությունը, որովհետեւ ըստ էության 26 թվականի դառնում 8 տարի, չէ՞, դա կարելի է համարել 2 հատ բան, ժամանակահատված իշխանության լինելու իշխանություն արվեստերում բոլորին ամենին միջափով եւ հետեւաբար դա արդեն անհրաժեշտություն է։ Պարոն Իմ ասածների հակասությունը, ես հետաքրքիր կոնկրետ ասեք, որ հակասություն փորձեմ պաշտպանել, ես չեմ ասում։ Դուք ասացիք բարձր կարծիքի եք եղել, հիմա էլ եք բարձր կարծիքի դրա։ Հիմա էլ եմ բարձր կարծիքի այն վաղվա համար։ Այո, այդ ուրիշ, ես հասկացա, դուք հիմա էլ եք Հիմա բարձր բարձր կարծիքի չեմ։ Ես չեմ կարող բարձր կարծիքի լինել մի մարդու նկատմամբ, որը ասում է ես եմ ասել բարձրագույն դատական խորհրդի նախագահին, որ հրաժարական տա։ Ես չեմ կարող որևէ վարչապետի նկատմամբ բարձր կարծիքի լինել արդեն դրանից հետո, որ բարձրագույն դատական խորհրդին ասում է հրաժարական տուր։ Իսկ իշխանության ներկայացուցիչները վերջին օրերին փորձել են ձեզ հետ կապ հաստատել, վերջնագրեր ներկայացնել եւ ընդդիմության հետ խոսել եք այս իրավիճակում, ինչ եք ակնկալում։ Չէ, վերջին ժամանակներս իշխանական շրջանակներից որը մեկը իմ հետ չի խոսել այս թեմաներով, բայց ժամանակին խոսել են տարբեր բանկարտակներով, տարբեր ձևերով, այլազրույցներ, բայց հիմա չէ։ Իսկ ինչ նշանակում ընդդիմությանը, ես որքան որ տեղյակին պատեբունումը չի մասնակցելու հարցի քննարկմանը Հայաստան դաշինքից տեղյակ չէ։ Իսկ կարող ենք ձեզ օրինակ տեսնել ընդդիմադիրների հավաքներին, եթե այդպիսիք լինեն։ Եթե զանգի իմ բարեկամներից մեկը ասի պարոն Աղազարյան, մենակ դուք եք մնացել, որ պետք է գալ հրապարակ, որ փոփոխություն լինի, ես կգնամ։ Ես ինքս ոչ կնախաձեռնեմ, ոչ կմիանամ, ոչ մենք, ոչ էլ մյուս։ Բայց ձեր ուժը Ես ինքս ունեմ հիմա կուսակցություն։ Ոչ միայն կուսակցություն, չէ կուսակցություն ես չունեմ, կուսակցությունը նախաձեռնել է պարոն Ասլանյանն հետ միասին եւ մենք թիմ ունենք, դա ուրիշ հարց է։ Ես ինքս հիմա ունեմ ծրագիր, ոնց պետք է հարցը լուծվի։ Ինչպես։ Դե հիմա չեմ ասի, առաջիկայում տասեմ այդ ծրագիրը, բայց պետք է որոշ մարդկանց հետ քննարկեմ, տեսնեմ որ անկալելի է, այդ ժամանակ արդեն կբացատրեմ։ Եվ այդ ծրագիրը չի իրականացվելու Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Խարանսկի շուրջ գտնվող քաղաքական ուժերի հետ։ Լինելու է իրաց դեմ եւ Նիկոլ Փաշինյանի դեմ, իշխանության դեմ։ Իսկ փոշմանել եք ժամանակին, որ դաշնակցության հետ ձեր ջրերը մի առվով չեն հոսել։ Չեմ փոշմանել, վատ եմ զգացել, բայց չեմ փոշմանել, որովհետեւ ես այդպեսին եմ եղել։ Հիմա ինձ հեռացրել են դաշնակցությունից, ոսու նաեւ ԽՊ-ից ինձ հեռացրել են եւ երկու դեպքում արմատները նույնն։ Ինչպես են արմատները նույնն։ Ասենք իմ բնավորության որոշ գծեր եւ ասենք ես մի քիչ անհանդուրժող եմ, ասենք իմ հասկանալով անարդարության դասավորների նկատմամբ անհանդուրժող եմ խոնարհությունից, օրենքներից շեղվելու իմաստով, բայց դե խնդիրներ են առաջանում, որ այդ խնդիրները կամաց հասունանում են եւ հետո դառնում են հետո պահանջում են լուծում, երբ որ դառնում ես արդեն անգարող հանգամանք։ Դաշնակցության չինեմ, ես պիտի խորհրդակցեմ դաշնակցական նախնիների հետ, թե դաշնակցության մեջ քանի տարի է համարվում արդեն որ դեսպան ինչ է կոչվում։ Կարելի է խոսալ էլի։ Հնապնակ։ Չէ, հնապնակ չէ։ Ասենք դե կա բաներ
Միշտ ժամանակ պետք է ասել, բայց լավտիկները մաքսիզը հրա, Հա, որ հետո 25 տարի կամ 50 տարի հետո կարաս այդ մասին խոսաս, եթե դուք բաներում բարոյականությունը կարաս երես խոսաս, շուտ խոսաս։ Բայց բաները կա, ասենք, ես մի օր պիտի մանցած մոռանամ, հարցնեմ թե քանի տարին ավես կարա մարդը թեմաների շուրջ խոսամ, թե չէ։ ինչ որ տանջող բան կա։ Չէ, տանջող բան չէ, թե դաշնակցության մեջ ինչ-որ ձև երավիմ դեմ։ Հհ։ Անձնական պատճառներ չէ, որ դες չէ, որ դες չէ։ Դաշնակցության մեջ էլ ասենք, այն ժամանակ էլ շատերին ասում էին, բանա, հովիկը սեն, ծաղրազարեն սեն, պեղադարեն սեն, հետո իրակ որոնը դաղա միլիոնատ է, համը ես էլ ինույն հովիկը հալդեմ, հիմա մի դեպտեգո բնակարան ունեմ, իմ ետասատ ոծինքերներին 15 պարոն աղազարեն, ինչ եք անհանգստանում մանդատավայրներուց, մի գծե ձեզ բանանում, անհանգստացնում այն հանգամանքը, որ մանո երջավոր անասունների ատայման որտոր ձե հետ կապված, որպես վկա հասակնվել է կարողապատերի չկարողան ձեզ պաշտպանել։ Ասում են այն մարդիկ, ում նկատմամբ արդեն կարելի է կիրառել ապօրինի ձեր վերած ոքի հետ կապած օրենսդրությունը։ Իրանք ինձ են ասում, իմանալով իմ ցավը, ոչ մեկին չի տեսել ազգային ժողովի ճաշարանում հաց ուտելուց, որևէ մեկին որևէ ռեստորանում չի տեսել, որևէ մեկին Եվրոպաներում չի տեսել, որևէ մեկին դնոց ու միջավայր ասեցի։ Դե շատ լավ գիտեն, բայց այդ բավուրա ո՞նց է։ Կամայք։ Եթե հնարավորություն ունենայիք ժամանակահետ տալու, ապա ճանապարհ կանցնեիք Փաշինյանի եւ նրա թիմի հետ եւ արդյոք չեք գտնում, որ որպես միջև վերջերս իշխող թիմի մասնիկ եղած պատգամավոր պետք է հանրությունից ներողություն խնդրեք կորուստների համար, Արցախի կորուստի համար, այլ կորուստների համար, որ ունեցանք։ Եթե դուք ներողություն խնդրեք Արցախի կորուստի համար, ես ասաբերը ներողություն խնդրել։ Ես պատրաստ եմ, ամեն մեկս մեր մեղք ունենք։ Լոս Անջելեսում ապրող հայությունը ներողություն խնդրի, Ռուսաստանում ապրող հայությունը ներողություն խնդրի, ես ինդիկատիվ շարքային մեր հայրենակիցներ, կներեք շարքային եմ ասում, վաղ ես հետ ունեմ շարքային, հետո ես էլ ներողություն խնդրեմ իմ մասում, որովհետև Արցախի կորուստում մեղավորը ողջ հայ ժողովուրդը։ Ամեն մեկը իր չափով, դուք ձեր չափով, ես իմ չափով, մեղավորության իմ բաժին ավելի մեծ է, քան ձերը, քան երիտասարդներինը, որտեղ ես այդ ժամանակ եղել եմ ազգային ժողովի պատգամավոր։ Եվ չեք քննադատել իշխանությանը, ավելին հանրային առումով պահել եք այդ իշխանությանը։ Ես չեմ կարող աշխարհի դեմ կռվեմ։ Ես աշխարհի դեմ չեմ կարող, երբ որ ամբողջ աշխարհը ասում է, որ Արցախը դա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է կազմում։ Ամբողջ աշխարհը Սա ուրիշներից է եկել։ Ամբողջ աշխարհը բանակցությունների սեղանին տարածքային ամբողջականությունից բացի խոսում էր նաև ինքնորոշման իրավունքի մասին։ Այն խնդիրը, որ եթե մենք 94 թվականից պետք է ճանապարհով գնայինք, չենք գնացել այդ ճանապարհով, եւ հետեւաբար եկել է խնդիրը հասունացել է եւ եկել է լուծումն է, ցավալի լուծումն է, որի համար մեղավորը ոչ հայ ժողովուրդը, իմ մեղքի բաժինը, ասենք 200 հոգու մեջ է, ամենաշատի իմաստով։ Եվ պարոն Աղազարյան, մի հարց եմ ուզում տալ, չեմ կարող այդ հարցը չտալ, տպավորվել է այդ դրվագը։ Զոհված զինծառայողների ծնողների հետ միջադեպ էր եղել Եռաբլուրում, որին նաև ես էի այնտեղ ներկա։ Գոնե այդ օրվա համար զղջում եք։ Ոչ։ Ինչի՞ պիտի զղջամ, երբ որ երկու սրիկա երիտասարդ կազմակերպել է այդ ամեն ինչը։ Ես տնօրենից ներողություն եմ խնդրել, ես տնօրենը Արվելես մար ժամանակ ասել է, որ որևէ բան մտածված չի եղել իր կողմից, ես ասել եմ որևէ բան չունեմ տնօրենի նկատմամբ, որևէ բան չունեմ, ցավում եմ, ծնկաչոք եւ այլ, բայց այդ երկու երիտասարդները շահարկելով այդ երևույթը կորուստը, որչների կորուստը, նոդատների կորուստը կազմակերպել էին այդ այսպես փոշված այդ իրողությունը ես գիտեմ որ մեղավոր երիտասարդն եմ կազմակերպել։ Հիմա դուք չասեք քննչական կոմիտեն ինչ ասի, ես գիտեմ։ Զոհված զինծառայողի հորից, այսինքն դուք ասել եք ծնկաչոք ներողություն եմ խնդրում։ Հո, բանի ժամանակ։ Անունից ժամանակ։ Ես իրեն հարց տվեցի, ասեցի լսեք, դուք երեկոյան նստել եք ձեր մյուս որդու հետ, թե եք խմել ու որոշել եք որ գաք Եռաբլուր եւ առաջի պատահած քպեականին ես ինչ անել, ինչ չանեք, ասի դուք դա համարում եք ճիշտ,
ինքը ասել երթվեց, որ այդ քիզի բան չի եղել, ինչ որ եղել է սպոնտան։ Ասի այդ դեպքում ես էլ ձեզանից ներողություն եմ խնդրում իմ այդ վարքագծի համար։ Իրանք էլ իզի խփեր, իրանք էլ իզի հարվածել, ես իրանցից ներողություն եմ խնդրել հաշվի առնելով բանա կորուստը բնականաբար։ Ես ինքը շարունակել եմ ասել, պնդել, որ դա եղել է կազմակերպված։ Եվ հետո գիտեք կներեք, էլի մեկ այնտեղ կազմակերպված ոչինչ չկար, ես այնտեղ եմ եղել, պարոն Աղազարյան, ես այնտեղ եմ եղել։ Կազմակերպված չի եղել, աշխարհի անեծքը թոթափի իմ ընտանիքի գլխին։ Եթե կազմակերպված չի եղել, եղավ, հակառակ ոչինչ չեմ ասում։ Եթե կազմակերպված չի եղել, աշխարհի անեծքը թոթափի իմ եւ իմ ընտանիքի գլխին։ Որտես չի, խոբ գելեխա չեք դեռ կազմակերպվածը որնա, աշկիս առաջա ոնց բարձրացավ այդ երիտասարդը շքեղավ իր մեքենայով, ոնց իջավ, ոնց հետեկավ, ոնց արտանշանը տվեցին, հավաքվեցին այդտեղ, լավ էլի։ Ես այդպես չեմ կարծում, այնտեղ եմ եղել, բայց այնուամենայնիվ, քանի որ դուք չեք կարծում, Անի ջան, եթե դուք լրագրող եք, դուք մի մտածեք, որ 4000 հոգու մեջ մենակ այդ 50 հոգու երեխեքն են որ զոհվել են։ Եղավ։ Մյուսները երեխեքներն են զոհվել։ Եվ պետք չի շարքել ամեն ինչը։ դե հենց եթե մյուսներն էլ ոտքի կանգնեն, գուցե այսօր Փաշինյանը այլևս իշխանության չլիներ, որ հետևեին հենց այդ ծնողների օրինակին, Փաշինյանը գուցե իշխանության չլիներ եւ մենք այստեղ երկուսով չխոսեինք, որ պետությունը գահավիժում է։ Ես կարծում եմ, որ կորուստա եւ ես խորարում եմ բնականաբար, բայց իմ համար անընդունելի է ցանկացած դասավորում նման իրողությունները շահարկելը, ինչը արեցի դետոն այդ երկու երիտասարդները, որը մեկը դատերի մասնակցում, մեկը փախացա։ Պարոն Աղազարյան, հուսամ ամեն ինչ խորհրդարանում չի հասնի ձեզ անձեռն մխելությունից զրկելուն եւ հետագայում ձեզ դատախազին չեն կարա շահարկել, դատախազի միջնորդությունը արդարությունը բարձրելու համար, ասենք։ Եվ հետագայում չեք հայտնվի ճաղերի հետևում, մնացածը արդեն զարգացումները ցույց կտան։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, մենք զրուցում էինք Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, շնորհակալ եմ մեզ հետևելու համար։